Հուլիսի 14-ը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնն է։ Ամեն տարի այն մեծ շուքով նշվում է նաև Երևանում, Ֆրանսիայի դեսպանատանը։ Տոնական միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Votre Excellence, Monsieur l'Ambassadeur, Monsieur le Ministre, Mesdames et Messieurs, հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համար սկզբունքներն ու արժեքները ընդհանուր են եւ արժեհամակարգի հենց այս ընդհանրությունն է ընկած հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության հիմքում։ Դրանով է նաեւ պայմանավորված Հայաստանի անկախության վերահաստատումից հետո մեր երկրների միջև ծավալված 25-ամյա համագործակցության ամրությունը, որ հնարավորություն է տալիս մեր հարաբերությունները բնորոշել իբրև առանձնաշնորհյալ։ Այդ մասին են վկայում մեր պետությունների ամենաբարձր մակարդակով հաստատված կայուն քաղաքական երկխոսությունը ու փոխվստահության մթնոլորտը։ Այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ծավալվող բազմաշերտ ու բազմակողմանի համագործակցությունը միջխորհրդանական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, տեղական ինքնակառավարման եւ այլ ուղղություններով։ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումները մեր երկրին եւ հայ ժողովրդին առնչվող հարցերում։ Ֆրանսիան իր ակտիվ ներգրավությամբ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ արժեքավոր ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի աշնանը Երևանում տեղի է ունենալու ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը եւ Հայաստանը ստանձնելու է միջազգային այս կազմակերպության նախագահությունը։ Մեր երկրում նման աննախադեպ միջոցառման կազմակերպումը լրացուցիչ անգամ ապացուցում է մեր հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին։ Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների վրա կառուցված հայ-ֆրանսիական հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն այսուհետ նույնպես ամրապնդվել, խորանալ ու ընդլայնվել։ Vive la France, vive l'Arménie, vive l'amitié franco-arménienne։